Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Մանասյան, վստահ եմ, որ մամուլից տեղյակ եք, երեկ Դավիթ Իշխանյանը, Արցախի ազգային ժողովի նախագահը բանտից դիմել է ձեզ։ Ես այդ նամակից մի քանի հատված ներկայացնեմ։ Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզումը։ Օրերս ուրեմն բանտում բնականաբար թե պարոն Իշխանյանի եւ նաեւ ուրիշ քաղբանտարկյալների այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան եւ Դավիթ Իշխանյանը նրան մեկ խնդրանք է փոխանցել, որպեսզի մեր վճռի ամբողջական ադրբեջաներեն եւ հայերեն տարբերակները ինքը միջնորդի եւ այն փոխանցվի ընտանիքին եւ հարազատներին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակները, մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը փոխանցի ընտանիքիս եւ հարազատներիս։ Սա ձեզ ուղղված նամակից հատված էր։ Եվ հարցս բնական է վերաբերում է այս տեքստին եւ դիմումին, ինչպես եք դուք Տիկին Մանասյան պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմանի հետ։ Բոլորը գիտեն, հայտնի է, որ այս գրեթե նույն հարցով մոնիտորինգային առաքելություն իրականացնելու հարցով դարձյալ հրապարակային ձեզ դիմել է մեկ այլ քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանը, ինձ ծանոթ են ձեր տեսակետները, բայց կոնկրետ ուզում եմ, որ այս նամակում անձամբ ուղղված հարցի առնչությամբ ներկայացնեք ձեր նկատառումները, որտեղ այս պահին ընթերցելուց զատ վստահ եմ, որ դուք երեք ծանոթացել եք այս նամակի եւ խնդրանքի տեքստին, որոնք են ձեր գործողությունները, որ դուք պլանավորում եք կամ տեսնում եք հեռանկարում։ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, մեր հայրենակիցների հետ կապված շատ կարևոր հարց բարձրաձայնելու համար։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ եթե քաղաքացիները գործի քննության ընթացքում են խնդիրների հետ կապված դիրքորոշումներ ձևավորել, ապա ես ազատությունից զրկման առաջին փուլից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել այն մասին, որ իմ խորին համոզմամբ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին եւ արժեքներին համապատասխանող, եւ նաեւ դա է պատճառը, որ իմ բոլոր փաստաթղթերում ես գործընթացները ուղղակի չեմ կոչում ազատությունից զրկման գործընթաց, այլ պարտադիր խոսում եմ իրավունքների խախտումների մասին եւ օրինականության հետ կապված խնդիրների մասին։ Ինչևէ, սա շատ կարևոր արձանագրում, որ կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է անի եւ դարձյալ շեշտադրենք, որ այս հարցի հիմնական նպատակը ընդհանրապես քննարկումների մեկը պետք է լինի այն, որ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, որովհետև սա չի համապատասխանում միջազգային այն բոլոր ստանդարտներին եւ արժեքներին, որոնք աշխարհն է այսօր ընդունելի համարում։ Ի սկզբանե իմ խոսքի շրջանակներում ես ասացի, որ վերջին 1 ամսվա ընթացքում շատ հարցեր առաջացնող իրադարձությունների շղթա է տեղի ունենում։ Ես չեմ ուզում այդ հարցերը այս ամբիոնից հնչեցնել, որովհետև նորից եմ կրկնում, ես աշխատում եմ մի վնասիր սկզբունքով եւ չեմ ուզենա ինձ վերաբերելի հարցերին պատասխաններ տալու միջոցով հնարավորություն ստեղծել որևէ այլ խնդիրների, քանի որ ազատությունից զրկված անձինք կան այս պահին այլ պետությունում գտնվող, բայց կանդրադառնամ 1-2 կարևոր հանգամանքի։ Ինչ վերաբերում է ոչ միայն դատական ակտերի տրամադրմանը, ինչ վերաբերում է վատ վերաբերմունքի կանխարգելմանը, ինչ վերաբերում է իրավունքների պաշտպանության երաշխիքների հետ կապված հարցերին, ապա այս հարցերով մենք նոր չէ որ զբաղվում ենք։ Այս հարցերով մեր հաստատությունը զբաղվել է ի սկզբանե, ընդ որում մի շարք քաղաքացիներից կամ նրանց ավելի ճիշտ ընտանիքների անդամներից մենք ունեցել ենք դիմումներ, բայց մյուսներից, հատկապես մասնավորապես ձեր կողմից նշած մեր հարգարժան քաղաքացիներից մենք նրանց ընտանիքներից ի նկատի ունեմ, մենք չենք ունեցել դիմումներ եւ իմ սեփական նախաձեռնությամբ ենք այս բոլոր հարցերով զբաղվել։ Չկա մի միջազգային հարթակ, որտեղ այս հարցը իմ կողմից բարձրաձայնված չլինի։ Ուզում եմ հատուկ շեշտադրել, որ ես հիմա չեմ կարող մանրամասներ ներկայացնել այդ մանրամասն հաղորդակցություններից, հա, եւ դետալային տեղեկատվություն, որովհետեւ մենք կոնկրետ իրավիճակում ենք, հա, ընտրում եւ հասկանում, թե որ մարմնի միջոցով մեր հաղորդակցությունը ընդհանրապես կարող
կարող է որևէ առումով արդյունավետ լինել եւ խնդիր լուծել, որովհետեւ մի բան է ուղղակի անել գործողություն, մի բան է ենթադրել դու գործողության արդյունքում ինչ արդյունք ես ունենալու։ Արդյունքը լինելու է իրավունքը երաշխավորելը, թե արդյունքը լինելու է որևէ այլ դերակատարի համար լրիվ այլ բան ապահովելը։ Հետևաբար այս տեսանկյունից նկատի ունեցեք, խնդիրներով մենք զբաղվում ենք, բայց ես այս համատեքստում հրապարակային տեղեկատվություն մանրամասն այս պահին չեմ կարող ներկայացնել։ Բնականաբար ես հետևում եմ ձեր գործունեությանը, հրապարակային գործունեությանը եւ առավել եւս սրտացավ եմ Բաքվի բանտերում կեղեքվող մեր հայրենակիցների ճակատագրով, ընդ որում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ներքո է եւ բնականաբար ներառյալ ՄԻՊ-ի ներքո։ Այստեղ ձեր հնչեցրած բոլոր գնահատականները, որոնք հայտարարությունների տեսք են ունեցել, ձեր բանավոր եւ այլ խոսքերում շատ եմ հանդիպել, ընդ որում մի քանի գնահատականներ կա, որոնք հաճելի է անդադ բարձրաձայնել, ինչպես ապօրինի բանտարկությունը եւ այլն կեղեքումներ, բաներ, դրանք հրաշալի է, բայց կոնկրետ կներեք խոսքից եւ հայտարարություններից այն կողմ մենք որևէ արդյունք չունենք։ Ես հիմա ձեզ բարձրացնում եմ այն մասին, որ որևէ միջազգային մեխանիզմ այսօր չի աշխատում Բաքվի հետ եւ Կարմիր խաչ եւ այլն որևէ միջազգային կազմակերպություն այնտեղ մոնիտորինգ չի իրականացնում եւ խնդիրը մարդասիրական եւ իրավական հնարավոր մեխանիզմների մասին է եւ կան միջազգային ճանաչված անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիտորինգային մեխանիզմներ եւ բավարար քաղաքական կամքի ցանկության դեպքում Հայաստանը խնդրում եմ շատ կարեւոր է թողեք մեկ նախադասությամբ ավարտեմ Հայաստանը կարող է այնտեղ հաջողություններ արձանագրել ճիշտ այնպես ինչպես խաղաղության գործընթացի մեջ տնտեսական երկխոսություններ ինչ որ խմբեր են գնում եւ այլն այդ մեխանիզմները ինչպես է օգտագործում եւ արդյոք օգտագործում եք եւ որոնք են արդյունքները շատ հստակ է հրաշալի խոսքեր այո ավարտեք արդյունք շնորհակալ Շնորհակալ եմ Տիկին Գալստյան, ես իմ մանդատի շրջանակներում բնականաբար խոսեմ, դուք էլ նշեցիք, որ այո, սա բոլորիս համար էմոցիոնալ հարց է, իհարկե ցանկացած մեկի համար սա էմոցիոնալ հարց է եւ սա մեր ընդհանուր պատասխանատվության հարցն է, որովհետեւ մենք բացի գործնական հարցերից նաեւ մարդկային ասպեկտն ենք նկատի ունենում, բայց ուզում եմ մի քանի կարևոր հանգամանքի մասին խոսել։ Նախ, եթե խոսում ենք արդյունքներ չգրանցելու մասին, ապա այստեղ պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ այս ընթացքում իրենց ոչ միայն գործիքներն են գործադրել, նաեւ հրապարակային են հանդես եկել այս խնդիրների հետ կապված եւ դա պատահական չէ։ Այնպես չէ, որ դա աշխատանքի արդյունք չէ։ Ես իհարկե հիմա չեմ ուզում ամբողջ այդ կրեդիտները վերցնել մեր հաստատության վրա կամ կրեդիտները տալ որևէ այլ հաստատության, բայց դա եղել է աշխատանքի արդյունք։ Ես հիմա չեմ կարող նստել մանրամասն ասել, թե մեզանից ով ում հետ հանդիպեց, ինչ տրամաբանությամբ տեղեկատվություն փոխանցվեց եւ այլն, բայց դա աշխատանքի արդյունք է։ Իհարկե անձինք վերադառնում են եւ ես շատ կարեւոր կհամարեմ, որպեսզի բոլորը ազատ արձակվեն, բայց ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ես կխնդրեմ նկատի ունենաք, որ երբ խոսում ենք պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության մասին, մենք չենք խոսում այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է իր մանդատը իրականացնել նաեւ այլ պետության տարածքում։ Հիմա օրինակ, հա նույն հարցը բարձրացված, որը բարձրացվել էր այցերի հետ կապված։ Հիմա այցի նպատակը բարձր չի կարող չէ լինել այն, որ ավարտում եմ հիմա պարոն Ռուբինյան շատ կարճ ուղղակի չի կարող չէ լինել այն, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը գնա այլ պետությունում մշտադիտարկում իրականացնի։ Հիմա եթե մշտադիտարկում իրականացնելը չի նպատակ, ո՞րն է նպատակ։ Իմ ասածը հենց դա է։ Մենք պետք է նպատակները հստակ ներկայացնենք եւ ցավոք ժամանակ չունեմ, որպեսզի շատ ավելի մանրամասն ներկայացնեմ, եթե դեմ չեք, մենք կարող ենք նույնիսկ ընդմիջման ընթացքում ավելի մանրամասն հարցի վերաբերյալ Արմենուհի Գյուլերյան